Նախ ասեմ, որ ես չեմ ընդունում Զելենսկուն ու նրա կառավարությանը, որովհետև նրանք աջակցում են Ադրբեջանի կառավարությանը եւ նույնիսկ Ադրբեջանին դաշնակից են համարում։ Կարծում եմ որևէ հայ մարդ չի կարող հարգել ու աջակցել նման պետությանը, բայց ամեն դեպքում ես աջակցում եմ ազգայնական ուկրաինացիներին, ովքեր պայքարում են ռուսական ծավալապաշտության ու իմպերիալիզմի դեմ, եւ սա ամենևին հակասություն չէ։ Սա հակասություն չէ, ինչպես նաեւ հակասություն չէ այն, որ ուկրաինացի ազգայնականները աջակցեն հայ ազգայնակներին ռուս-թուրքական դաշինքի դեմ կռվելու համար, բայց միաժամանակ չհարգեն ու չաջակցեն Փաշինյանին ու նրա ապազգային կառավարությանը։ Սա իրարամերժ չէ, այլ բավականին նորմալ երևույթ է դարձել։ Նույն կերպ ես կարող եմ հարգել ու աջակցել ֆրանսիացի, գերմանացի ու իտալացի ազգայնականներին, բայց դեմ լինել նրանց կառավարություններին, ովքեր ծառայում են միջազգային սիոնիզմին։ Այս ժամանակակից դարում ցավոք հաճախ է ստացվում, որ Եվրոպայի պետությունները չեն սպասարկում իրենց ազգերի շահերը։ Այնպես որ թող ոչ մեկը չշփոթվի այս հարցում, քանի որ ամեն ինչ բավականին պարզ է։ Մենք աջակցում ենք ուկրաինացի ազգայնականներին, քանի որ նրանց պայքարը ռուսական նվաճողական քաղաքականության դեմ համընկնում է մեր պայքարի մի մասի հետ։